Ողջույն բարեկամներ, ավարտվեց հոկտեմբերի 26 կերակին։ Մենք մեր լեքսիկոնում շատ ենք օգտագործել աննախադեպ եւ կարծես թե դա իր իրական իմաստը վաղուց կորցրել է։ Բայց այն ինչ որ կատարվեց այսօր, ավելի ճիշտ արդեն 3 հոկտեմբերի 26-ին կերակի օրը, դա իրոք որ աննախադեպ էր։ Աննախադեպ էր մի քանի առումներով։ Ես հիմա ուզում եմ հաթաթ գնալ դրանց վրայով եւ ասել ինչի բերեց սա եւ ինչի է բերելու հետագայում եւ ինչ ցույց տվեց այս ամեն ինչը մեզ բոլորիս։ Դրա դրական, բացասական կողմերի մասին խոսենք, վտանգների մասին խոսենք եւ ինչու՞ չէ նաեւ կան բաներ, որոնք շատ հուսադրող են։ Այսինքն մեր համար թշնամու բարդությունը, թշնամու թուլությունը դա հուսադրող է մեր համար։ Ամեն դեպքում գնանք հերթով։ Երեկ էր դեռ ես ասացի, որ փաստաբան Զոհրաբյանը դիմել է դատախազություն եւ ոչ միայն դատախազություն, դիմո ներկայացրել այսօրվա դեպքերը կանխելու հետ կապված, որպես չսկսված եւ ավարտին չհասցրած հանցագործության մասին հայտարարություն։ 3 կետով։ Ես ձեզ հիշեցնեմ։ Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին կապված Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու հետ։ Հնարավոր է նաև այդ խոսակցությունները մոնտաժած եւ փոխողված լինեն, բայց ինքնին գաղտնիության խախտման փաստը խնդրահարույց է։ Սա չկարևոր։ Երկրորդը ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին կապված Նիկոլ Փաշինյանի եւ Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ։ Դեռ սա 1 օր առաջ էր։ Այստեղ հաղորդումը կապված է խոչընդոտելու նախապատրաստության հետ։ Այն ինչ որ պետք է արդեն նախապատրաստված էր, դեռ ավարտված չէր, այսօր ավարտվեց։ Հա։ Եվ ստե մանրամասնում է, քանի որ չավարտված է հանցագործությունը, դա կոչվում է նախապատրաստություն հանցագործության մասին, որով հաղորդում է տալիս։ Եվ երրորդը դիմում էր ոստիկանությանը ՆԳՆ-ին ներխուժումը կանխելու վերաբերյալ դիմում։ Այսինքն առնվազն գոնե այսօրվա դեպքերի հետ կապված ձայնագրությունը դնում եք մի կողմ։ Այսօրվա դեպքերի հետ կապված 2 դիմում է ներկայացվել, որ պլանավորվում է ներխուժում հանցագործություն եւ սա կանխելապետ, որը արդեն հանցագործություն է, եւ դիմում է ոստիկանության, որ սա կանխեն։ Հոկտեմբերի 26-ը, այս 3 ավելի ճիշտ արդեն աննախադեպ էր անում, որ փաստորեն իշխող կառավարությունը, կուսակցությունը իր բոլոր թևերով գնաց ընդդեմ հայկական սահմանադրությանը հերթական անգամ, արդեն բաց տեքստով, նույնիսկ կանխած զգուշացումները արհամարելով բաց տեքստով գնաց օրենսդրության եւ սահմանադրության դեմ։ Մյուս կողմից ներքին գործերի նախարարությունը ոչ միայն չկասեցրեց ներխուժումը, այլ ինքը ապահովեց ներխուժումը։ Հա։ Խնդրեմ, գնանք հերթով։ Սա Փաշինյանի ներխուժումն է տարածք։ Նկար, ես վիզիոներ աշխատելու եմ այսօր շատ ցույց չտամ, որովհետև դրանք շատ են։ Ու այս ամեն ինչը գիտեք ինչի ես նմանացեցի, ես ինձ մի ասես լավ բան ուղարկեց, վիդեո ուղարկեց մեր ընկերը, ուզում եմ սա ձեզ ցույց տամ։ Սա կովի թրիքի հետ զբաղվում են աֆրիկյան ինչ-որ ցեղեր, սա իրանց մոտ ժամանց է, ուրախ ժամանց։ Այն ինչ որ այսօր կատարվեց Հայաստանում, դա մոտավորապես այսպես մի բան էր, բայց կառավարության մակարդակի վրա։ Կառավարական մակարդակի վրա, նույնիսկ չհասկանալով իրանք ինչ էին անում, այսօր այսպիսի մի խրախճանք էր, նայեք։ Սա խրախճանք էր թրիքով։ Այն ինչ որ իրանք արեցին այսօր, այսպիսի մի խրախճանք էր, որը եթե մենք ունենանք ընդդիմություն իրոք եւ ունենայինք իրոք ինստիտուտներ, հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների հետ կապված պաշտպանության ինստիտուտներ, իրավապաշտպանների լավ ինստիտուտներ, այս առումով այս դեպքը բավարար էր, որ այսօր ոչ մի դեսպան Հայաստանում արտոնագրված,
ոչ մի լուրջ երկրի նախագահ չշփվի, բադև չտա, ձեռքը չսեղմի Նիկոլ Փաշինյանին։ Թե ինչ կլինի այս ամեն ինչի արդյունքում, մենք տեսնենք առաջիկա ժամերին, արդեն երկուշաբթի օրը, տեսնենք ովքեր ինչ դիմումներ են ներկայացել եւ ոնց են ներկայացել այս փաստերը։ Ուզում սա մի պահ նայեք, այս բերանափակած վայրենին տանում է միաժամանակ ճանապարհաբացում Փաշինյան Նիկոլի համար, երբ երիտասարդն ասել էր Տեր Արամ, դու կարգալույծ եղած ես, դու իրավունք չունես բան վարելու։ Սա նույն մարդն ով ճանապարհաբացում Փաշինյան Նիկոլի Թուրքի դեմքով սառնասրտորեն բերանափակած ջարդելով տանում է առաջ։ Եվ այսպես Արազ Զոհրաբյանը նաև ունի տեսակցություն, որտեղ ինքը հանգիստ ցույց է տալիս ու ասացում է, որ մարդիկ եկել են հոգևորականները մտնեն իրենց տարածք, ոստիկանությունը եւ քաղաքացիական անձանց համատեղ ուժերով այսօր խոչընդոտվեց հայր շնորհքի մուտքը Հովանավանք սուրբ եւ անմահ պատարակ մատուցելու համար։ Սկզբում մեքենայի մուտքը խոչընդոտեցին, իսկ հետո եւ ոտքով գալիս էին եկեղեցու մոտ, նաեւ նույնպես։ Այս ապօրինության պատասխանատուն իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այսինքն ինչա ստացվում։ Ես այսօր խոսելու եմ մեծամասամբ իրավական մասին, իրավական հետևանքների եւ իրավական հիմքի մասին։ Ինչա ստացվում, ընկերներ, պատկերացեք, դուք բոլորդ ունեք սեփականություն, դուք նստած եք ձեր տանը։ Մեկ էլ մի հատ ԿՊ-ական հայտարարում է, որ դուք լավ չեք կառավարում ձեր տունը, դուք լավ հայր չեք կամ լավ մայր չեք ձեր տան համար, ու ինքը սրանից հետո պետքա նստի ձեր տանը եւ կառավարի ձեր ընտանիքը։ Մի զարմացեք, կասեք ոնց, վկայական ունեմ, բան ունեմ, ես եմ տանտերը, ես էլ կասեմ, ինչ անենք դուք վկայական ունեք, եկեղեցին էլ ուներ վկայական։ Խնդրեմ, էսի գնացած իրավունքը, ամսաթվեր, վկայականի համար, տեսակա, սեփականություն, ամեն ինչ գրած է։ Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցի, իրանք էլ ունեին, եւ այսպես, գալիս է ինչ-որ ԿՊ-ական նստում է ձեր տանը, դուք ասում եք, դες չեղավ, չեք գնում կոնֆլիկտի, զանգում եք ոստիկանություն, ոստիկանությունը գալիս է, ոչ միայն չի հանում ԿՊ-ականին ձեր տնից, այլ կանգնում է դռան մոտ, որ դուք չմտնեք տուն։ Նույնիսկ ապահովում է ձեր տուն ներխուժած հանցագործի իրավունքները։ Սա այն էր, ինչ որ ես անվանում եմ աննախադեպ հայաստանյան իրականության մեջ։ Որովհետև ցանկացած բանի մասին մենք լսում ենք, չէ, աննախադեպ, աննախադեպ։ Սա իրոք իր լկտիության մասշտաբներով, իր հանցագործության, ասենց ակնհայտ մասշտաբներով, սա աննախադեպ էր, որովհետև տեսեք, մի օր առաջ զգուշացված էր, որ սես բան է լինելու։ Ոչ մի միջոցառում։ Սա հող հանձնել չի, որ հետո հետին թվով ասի, ես էի հանձնարարել, որ դիրքերել բանա, զիջեն թուրքերին, Սյունիքում դիրքեր հանձնեն, հիշում եք։ Զգուշացվել է, ու այն մարմինները, որոնք պետքա սա ապահովեն ոչ չանեն, իրանք փաստորեն ապահովել են, որ սա իրականանա։ Այսել է թե ներքին գործերի նախարարությունը, դատախազությունը, կառավարությունը, իշխող կուսակցությունը համատեղ իրականացել են հանցագործություն։ Այսինքն Հայաստանում խախտված է սահմանադրական կարգը։ Հիշում եք, Ռոբերտ Քոչարյանի փորձում են այս հոդվածով դատելու։ Հիշում եք, այնց վերցրեցին կուրսը, որ Ռոբերտ Քոչարյանին արդարացնեն։ Հիմա Փաշինյան Նիկոլ եւ կից մետաստազները պետք է շատ լավ հասկանան։ 26-ին տեղի ունեցավ սահմանադրական կարգի տապալում, որտեղ խախտում, որտեղ ներքին գործերի նախարարությունը ապահովեց իշխող ուժին խախտել սեփականության իրավունքը։ Պատկերացրեցիք։ Հիմա ավելի մանրամասն։ Սրա մասին Նիկոլ Փաշինյանը ասել է, գիտեք, բողոքված կրքեր են ասում, մասնավորապես Հովանավանքի այլև նախկին հոգևոր հովիվիտեր Արամի մասով։ Ինք ինչ ասում, եթե ես ճիշտ գիտեմ, Հովանավանքը, ինչպես նաև բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են կառավարության հաշվեկշռում։ Եվ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու։ Ես կարծում եմ, որ այնտեղ կա, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգ,
կամ խարդավանքներ, ֆեյքերի, ասում ֆեյքերեցների եւ երեց ֆեյքերի բառախաղ է, էլի։ Խմբեր են գործում, մենք կարող ենք ու կա բոլոր բարոյական եւ իրավական նել, որ մենք այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը եւ Տեր Ալամին եւ նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեվոր կյանքը։ Սա ի՞նչ է նշանակում։ Որ եթե բառը ասեն ձեր տանը ինտրիգ կա եւ դուք լավ հայր կամ լավ մայր չեք, իրանք համարում են, որ իրանք նաեւ իրավական եւ բարոյական իրավունք ունեն, գան մտնել ձեր տուն, փոխարինեն ձեր տան տղամարդուն, ասեն դուք լավ տղամարդ չեք, խնդրեմ, այ էսա դուս պարապած մկանոտ տղա է, այ հիմա ինքը ձեր լավ տան տղամարդը կլինի ու այն իրական տան տերը չի կարող ներս մտնել կամ հակառակը։ Դուք լավ կին չեք, որովհետև մենք որոշել ենք, որ դուք ինտրիգների կազմակերպիչ եք, այս հրեշը կամ այս մոդելը, այսուհետև սա պետք է լինի ստանտիկինը, որովհետև դուք, քանի որ խարդավանքների մեջ եք զբաղված, մենք որոշեցինք ու նաև դա արդեն իրավական է, եթե մենք որոշել ենք, որ դուք որպես այս տանտեր, դուք ոչ մի իրավունք չունեք ձեր տան նկատմամբ, եւ այսուհետև տղամարդը կամ կինը կլինի նա, ով մենք ենք որոշել։ Սա պարզ մաթեմատիկա է, նույնիսկ մաթեմատիկա չի, մի վախեցեք այդ բառից, սա պարզ իրականություն է։ Ու երկուշաբթի օրվանից ես ուշով հետևել եմ, թե կուսակցությունները, իրավապաշտպան կազմակերպությունները, հանրային գործիչներ ոնց են արձագանքելու սրան։ Սա բացահայտ հանցագործություն է ու բոլոր լեզուներով թարգմանված, բոլոր դեսպանատներում անձամբ դեսպաններին պետք է ներկայացվի սա։ Անձամբ, ոչ թե թողեք, որ դեսպանատանը աշխատող են տեղական բաներ կան, չէ, աշխատողներ կան, որ իրենք են զեկուցում ինչա կատարվում, ինչ չէ։ Բոլորովին իրենց հույսին ոչ մի բան պետք չի թողնել։ Անձամբ պետք է ներկայացվի հանցագործությունը։ Ոչ միայն սա կրոնի հավատքի խղճի ազատության դեմ է կատարվում, նաև սեփականության իրավունքի խախտում է։ Այնպիսի նույնպես իրավունքի խախտում, ոնց որ զրկեցին տներից, ասենք մեր Բաղանիսի ոսկեպարի մեր բարեկամներին, ընկերներին, որոնք ունեին սեփականաշնորհված վկայականներով տուն, ասեցին այսօրվանից այս տունը ձերը չի, առանց որևէ հիմքի, կամ Սամվել Կարապետյանին ասեցին դու էլ ես հեծի տերը չես, առանց որևէ հիմքի։ Ովքեր ուրախացել էին կամ մտածում էին սա իր հետ չի պատահի, եկավ հասավ եկեղեցուն հիմա, ինչ է նշանակում դա արդեն ինչ որ մարդ, գան ասեն այս տունը քոնը չի, որովհետև դու ասենք ինտրիգներով ես զբաղված, կամ դու քաղաքական սխալ ուղղության վրա ես։ Նույն ձևի արեցին եկեղեցու հետ ու եթե սա անցնի, նշանակում է Հայաստանում ոչ մեկ ոչ միայն իրավականորեն պաշտպանված չի դատարանում բանտերում հայտնվելու համար, այլ նաև նրա ունեցվածքը պաշտպանված չի։ Սեփականությունը։ Հիմա ուզում սանանք իր հետ անպայման, որ միած սանց ստապեցնենք սանք ինչ ունեն։ Ես երեք փոքրիկ սա խույզ դրեցի, քանի որ ինձ խնդրել էին անպայման անգլերեն լինի տեքստը, եթե հնարավոր է, որպեսզի անգլախոս մեր հետևորդները կարողանան հասկանալ ինչա գրված այնտեղ։ Ես էլ որոշեցի հայերեն անգլերեն տարբերակով գրել, ու մեկ դուք առավել վստահում։ Եվ 4 հոգու են, որ իրանք արդեն որոշել են, որ ընտրությունը լինելու է Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ, ես տեղ ավելացել եմ նաեւ Սամվել Կարապետյանին եւ Վարդան Ղուկասյանին, որպես առավել բարձր ռեյտինգ ունեցող անհատականություններ այսօրվա վիճակով։ Եվ այսպես 11000 քվ մեկ օրվա մեջ Նիկոլ Փաշինյանն ունի 20% այս պարագայում, Սամվել Կարապետյանը 20%, 56%, Վարդան Ղուկասյան, Ռոբերտ Քոչարյան 4%։ Այսինքն այս հարաբերության մեջ Ռոբերտ Քոչարյանին ուղղակի կարելի է հանել, ուղղակի, եւ իրեն ասել գնա թոշակի։ Դու ոչ մի տեղ չես տեղավորվում, այսինքն 4% ունենալ եւ պնդել, որ ընտրությունը կատարվելու է քո եւ Նիկոլ Փաշինյանի մեջ, ոչ մի ձև չի համապատասխանում իրականությանը։ Եվ այս դասավորվածության մեջ
Ինչ ասեմ, դուք բոլորդ իրար հետ Վարդան Ղուկասյանի չափ ձայնություն եք։ Սա օբյեկտիվ իրականությունն է այսօրվանից։ Այսօրվա վիճակով։ Հիմա անցնենք այն ինչ որ կատարվեց եկեղեցում, փորձենք հասկանալ դրա ուժեղ եւ թույլ կողմերը, դրական եւ բացասական կողմերը։ Այս նկարի մեջ տեսնում եք մեր Անին Գևորգյան, լրագրող, որին առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում ասեմ Անի ջան քեզ, դու դեռ բաղանցի դեպքերից եւ դրանից առաջ որտեղ ինչ կա, թե շկետ կա, դու ընտեղ ես ու քո գոլեգաների հետ, որոնց անունները չգիտեմ, ես բոլորիս շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ այս վերջի մեկ շաբաթվա մեջ, մասնավորապես այս դեպքի հետ կապված, դուք ցուցադրեցիք իրոք լավագույն արդյունքները, այն ինչ որ հնարավոր է։ Ձեր հարցերը ես լսում եմ, հարցազրույցները լսում եմ, հարց ու պատասխանները լսում եմ նաև վեճաբանությունները, որ դուք ստիպված երբեմն մտնում եք ձեր օպոնենտների հետ, փայլուն աշխատանքի համար շնորհակալություն։ Ինչ է ստացվում։ Մի փոքրիկ, տեսեք, լրագրող սեղմված է բոլոր կողմերից, գիտեք սրանք ովքեր են։ Սրանք այն մասսան է, որ հիմնականում ուժայիններն են, սրանք քաղաքացիական հագուստով ոստիկաններ են, ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը այսօր հրամանով Թիֆլիսից միջև Եղեգնաձոր, միջև Ղափան, միջև չգիտեմ, Գորիս հավաքել էր բոլոր, այսօր հետո ցույց եմ տալու, բոլոր հնարավոր իր ռեսուրսները, որ երկու բան ապահոver։ Իր ներկայությունը պատարակին եւ ամենակարևորը իր համար, որ այդ պատարակի ժամանակ լսվեր նաեւ Ալիևի անունը, չեք հավատում։ Լսեք։ Եթե անգամ Ալիևը գալու ասել բանկի պատմությունը պատմի, ես պետք է պատմեի։ Եթե անգամ Ալիևը գալու ասել բանկի պատմությունը պատմի, ես պետք է պատմեի։ Հասկացաք։ Դուք չզարմանաք, եթե այսուհետև այս քարոզներին հնչի Ալիևի անունը շատ ավելի շատ, քան դուք պատկերացնում եք։ Սա մի ամբողջ ծրագրի մի մասն է։ Հələ այս հուդան նաև պետք է տանի քարոզչություն, խաղաղության, բարեկամության, թուրքերի հետ բարեկամության նկատմամբ էլի, որ Ալիևը այդքան էլ վատ մարդ չի, ինչ անենք, որ մեր երեխեքին ասենք, ինչ ասես արել, մորթել, մասնատել, հա, ամենավերջին դաշնությունն են արել, միջև այսօր, հա, պատանդապահում իրաց մոտ։ Ասում եմ, եթե Ալիևն էր գրասեր, պատմի ես պետքա պատմեի, հա, ոնց հուդա։ Այո, քո գործունեությունը հենց դրա մեջ է։ Դավաճանության ի տարբերություն հուդայի նա հասկացավ ու կախեց ինքնին։ Բայց դու դա չես արել միամտաբար։ Սկզբից ես մտածում եմ դու միամտաբար հիմարություն արեցիր հանրայինի երթերում, բայց չէ, դու ավելի սրիկա ես, քան հնարավոր էր պատկերացնել։ Դու արդեն հասար Ալիևին։ Ալիևի անունը հնչում է մեր եկեղեցիներում պատարակի ժամանակ։ Սեք, պատարակի ժամանակ։ Հիմա փորձենք ավելի մանրամասն բացահայտել այն ինչ որ եղավ։ Բացի Ալիևյան տալուց Ալեքսանդր Քալանյանն է գրում։ Այսօրվա ելույթի ժամանակ ասել է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ գործող մարդիկ Սուրբ Հոգու դեմ մեղք են գործում։ Որ պատկերացեցիք։ Նիկոլ Փաշինյանի դեմ գործող մարդիկ Սուրբ Հոգու դեմ մեղք են գործում, այսինքն Սուրբ Հոգի եւ Փաշինյան Նիկոլը գրեթե նույնն են, նույնականացվեցին։ Որ ըստ ավետարանի աններելի է, արդեն վերջ, ասեց Սուրբ Հոգու դեմ մեղք գործելը աններելի է։ Եվ պատկերացնում եք, սա ինչ ազդեցություն պետք է ունենալ հավաքված ոստիկանների վրա, հավաքված միլիցեքի վրա, կոպիտ եմ ասում։ Փաստորեն իրանք մի դալիճում էին կանգնած սրբի հետ։ Համարյա բաց տեքստով ասել է, որ Աստված հավասար է հայ ժողովրդի հետ խոսում է Նիկոլ Փաշինյանի բերանով, Սուրբ Հոգու բերանով։ Ասել է, որ ի տարբերություն Հովհաննես Մկրտչի գլխատված Հերովդեսի Քրիստոսից հետո Նիկոլ Փաշինյանն է, որ հարթում է աստվածային ճշմարտության ուղին։ Կարելի ասել, որ այսօր այս պատարակը հիմք էր նոր աղանդավորական ուղղության, ենթադրում եմ, որ երևակայել կոչվի Նիկոլի վերջի վկաները կամ չգիտեմ Սուրբ Նիկոլի հետևորդները կամ Սուրբ Նիկոլը դա նույն Սուրբ Հոգին է, ես չգիտեմ ոնց կձևակերպեն, բայց ենթադրում եմ, որ նման մի
արդեն սեկտայա սկսելու գործել Հայաստանում, ուղղակի ես ուզում եմ հասկանամ, տղեկ, դուք ամեն օր եք պատրաստվում սա անել, թե շաբաթը մեկ օր, որտեղ ես օրինակ չեմ պատկերացնում։ Ես օրինակ չեմ պատկերացնում, դուք այսքան մարդ Հայաստանի տարբեր ծայրերից դուք ոնց եք բերելու, նույնտեղ հավաքեք, ու իրանք խեղճերը սենց խելոք նստեն այսքան պատարակը լսեն։ Իհարկե այսօրվա պատարակը չանցավ առանց ինցիդենտների, բացի նրանից, որ մեկը հայտարարեց, որ դու կարգալույծ ես, դու իրավունք չունես, այնտեղ եղավ այդպիսի նաև դեպք։ Միանգամից դեմքներս արա, հասկացաք ես կողքին ովքեր եք։ Օրգանի աշխատողներ էին, ֆորումի տակ միանգամից դեմքներ ու անցան փրկելու Արամ Հուդայի Կադիրովի։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, դուք ամեն օր եք անելու, թե շաբաթը մեկ անգամ։ Ոնց է ու ասել եք ձեր հետևորդներին ինչ եք անելու։ Իրանք տեղյակ են, որ իրանք ամեն օր պետքա գան, օրինակ։ Երևի տեղյակ եք, որ նաև եկածների մեջ է հայտնվել այս պայծառատեղծ տիկին Լուսիգը։ Հիշում եք։ Շատ հաճախակի հյուրեր լինում Բաց TV-ում, Համլետ Ղուշյանի մոտ։ Եվ ես սրանց մասին դեռ վաղուց եմ ասել, որ բոլոր հատուկ ծառայությունները ունեն իրենց Կաշպիրովսկիները, տիկի Լուսիկի ձևով, Կաշպիրովսկու ձևով, հետո Չումակի ձևով, հետո կլինեն այլ տարբերակներ։ Բոլոր դրանք, ովքեր փոքրիկ թեկուզ շրջանակներում հայտնի են որպես գուշակ եւ ազդեցություն են մարդկանց վրա, դրանք բոլորը համագործակցում են, աշխատում են, եթե դե չեն աշխատել մինչեւ հիմա, դա ինձ դասում են աշխատել օրվա հատուկ ծառայությունների համար։ Եվ ես միշտ ասել եմ, որ այս կարգի ստախոսները ոչ թե աստղագիտություն գիտությունը չկա, դա սուտ է, չէ, դա կա եւ դրա մեջ ինչ որ օրինաչափություններ կան, բայց դրանք մեդիայով չեն հանդարտացնում ժողովրդին, որ Նիկոլը մեր փրկիչն է, այ հեսա Ալիևը կործանվում է, այ տեսնում եմ սև ամպեր են հավաքված Բաքվի գլխին, Ադրբեջանի գլխին։ Սրանք բոլորը հայ ժողովրդին հանգստացնելու համար է, ավելի ճիշտ հիմար վիճակի մեջ պահելու համար է։ Եվ դրանցից մեկը, խնդրեմ, Տիգին Լուսիկ։ Դες չասեք, այն ինչ որ ես ասում եի, դա ընդհանրապես իմ ֆանտազիաների արդյունքն է։ Բոլորովին։ Ու սրանք բոլորը մեկ հրամանով, մեկ կանչով հայտնվել են որտեղ, որ իրանք ծառայության բերումով պետք է լինեն։ Որտեղ սա իրաց մոտ ծառայություն է, իրանք սրանց համար վճարվում են։ Սակ Մյուսը, սա գիտեք ով է, Գորիսի հեծի տնօրենն է։ Հիմա ես դրա եմ ասում, Գորիսից, Կապանից, Իջևանից, Նոյեմբերյանից ամեն կիրակի են իրենք գալու, թե ամեն օր։ Հա, ոնց եք դուք պլանավորել։ Վրաստանից, Թիֆլիսից եւ բոլոր տեղերից։ Դուք ամեն օր եք բերելու, ու սա ձեր ռեսուրսն է փաստացի։ Ես այն ժամանակ որ 3 ընդամենը ասում, որ վերջի 2 ընտրությունները ցույց տվեց մի բան էս։ Նույնիսկ եթե 2 քաղաքում միաժամանակ ընտրություններ է, սրանց ռեսուրսները չի բավարարում եւ 2 տեղում են պարտվում են։ Հիմա այսօր ինչ տեսանք մենք այս նկարի վրա, սա իրենց ռեսուրսն է։ Ես այս նկարի մասին կխոսեմ վերջում, անպայման, հա։ Սա իրենց մաքսիմումն է, սա է իրենց ռեսուրսը։ Հա, դրա մեջ մտնում են Գորիսի հեսի տնօրենը, հեսա մենք էլի հերթով ցույց կտանք, ով որտեղից է եկել։ Գոնե այնքան մասը, որքան մենք ինֆորմացիա ունենք։ Դրա համար ասում, այսօրվա միջոցառումը, եթե սրանք մի քիչ ուղեղ ունենային, չեն իրականացնի ուղղակի։ Ուղղակի չէին անի, որտեղ սա փակուղի է տանում։ Քաղաքական իմաստով սա ցույց է տալիս իրենց տկարությունն ու սնանկությունը։ Ոչ միայն իրենք բացահայտում են իրենց հանցագործ կերպը, հանցագործ դեմքը բաց գործողություններով, այլև ցույց են տալի ռեսուրսի պակասությունը։ Իսկ ոչ մի տեղացի, ոչ մի մարդ հասարակ չեք է մասնակցելու սրան։ Ընդ որում
քպեականներն էլ ամբողջ կազմով չեն եկել։ Այսօր պետք է ամբողջ ոհմակը տեղ լիներ։ Բայց այդ ոհմակում ես վաղուց եմ ասել, իրանք վաղուց տերեր են ման գալիս։ Տերեր։ Գարանտիաներ են փնտրում այս կողմ են կողմ։ Ես դա մասին երկու անգամ առնվազն իմ հաղորդումների մեջ ասել եմ, չէ՞։ Սա է դրա ապացույցը։ Այդ ոհմակում ամեն ինչ այդքան էլ լավ չի, որովհետև սրանք հասկանում են առանց ապագա նոր տերերի, ու իրենք գիտեն, որ իրենց նոր տերը Նիկոլ Փաշինյանը չի։ Առանց ապագայում նոր տերերի իրանք ոչ մեկ են։ Ոչ միայն ոչ մեկ են, թիրախ են։ Թիրախ, որովհետև գիտեն չէ իրանք քանի հազար մարդու կյանք են խորտակել։ Չէ՞ այդ հարազատները, այդ սպանվածները հարազատներ ունեն։ Ամեն մի սպանված մի քանի հարազատ ունի։ Ոնց ուզում է այդ հարազատների ձեռքերը հասնելու են նաև իրենց։ Դրա համար ԿՊ-ից այսօր մենակ Սուրեն Պապիկյանի եւ մյուսին փնթի, հեսա դանել ցույց կտանք, գոյությունը իր կողքին ու մնացածի բացակայությունը սա շատ բան է ասում, որ Փաշինյան Նիկոլը ուղակի այնքան է կորցրել ռեալության զգացողությունը, ոչ թե իրան թվում է ինքը Կալիգուլան է, ուղակի Կալիգուլան է։ Իր արածների մասին ոչ միայն կարա գրի տարածի, նաև կարա նկարի տարածի եւ կարա անի այն իրան թույլ տա, այն իրան աստված հրճակի ինչ որ անում են այն այլասերվածները։ Ուղղակի ինքը երևի այնքան ապուշ է, ոչ չի կարդացել այդ գիրքը միջև վերջ, որը հիշի երա Կալիգուլա հետ ինչ արեցին։ Հիշում ես ինչ, բացատրեմ քեզ, պատմեմ ինչ արեցին։ Իրա նոր ծնված երեխու հետ, իրա քրոջ, իրա կնոջ, որը համարյա համ քուրներ, համ կիններ, ինչպես ձեր մոտ բոլորի մոտ։ Խնդրեմ, նաև ուզում ձեզ ցույց տամ սա։ Ռուբեն Ռուբենյանի մոտ պայծառացում է եղել այսօր։ Պատկերացնում եք։ Պայծառացում։ Որը գրել է մարդու անձնական կյանքի ապօրինի տեսանկարահանումը չունի որևէ արդարացում։ Առանց բայցերի վերջ, չունի ու վերջ։ Ես ասում իրանց մոտ ամեն ինչ այդքան էլ կարգին չի։ Ասում ինքը Նիկոլի արածներին ասում է քո արածները Փաշինյան Նիկոլ չունի արդարացում։ Այս առումով միանշանակ դատապարտում է միջամտություն Արշակ Խաչատրյանի անձնական կյանքին ու կրկին առանց բայցերի։ Վուալա։ Սա գրում է։ Ու ես չգիտեմ կան այլ մարդիկ, որոնք չեն գրում, բայց մտածում են, ես ենթադրում եմ, որ կլինեն։ Ես ենթադրում եմ, որ կլինեն։ Ասում եմ, հաստատ կան այն մասը, որ իրանք երաշխիքներ են ման գալի, կռիչներ են իրանց ման, տանիքներ են փնտրում, որպեսզի իրանց թշվառ կյանքը ինչ որ միտեղից երաշխավորվի հետագայում ընտրություններից հետո, որտեղ իրանք վստահ են, որ ռեսուրս չունեն, իրանք տեսնում են, չէ՞, ու հենց այս օրը, հենց այս պարագային, այն ինչ որ կատարվում է, Ռուբենյանը գնում է առանց այս առումով միանշանակ դատապարտում եմ։ Կարծում եմ նաև, որ հրապարակված նյութերը քաղաքական բանավեճում չպիտի օգտագործեն իր դեմ նույն կերպ, ինչպես օրինակ ապօրինի ձեռք բերված նյութերը չեն կարող օգտագործել որպես ապացույց դատարանում։ Օ լալա, դա նշանակում է ուրեմն Աջապահյանից սկսած Բագրատով բոլոր հոգևորականները պետքա դուրս գան։ Վարդան Ղուկասյանը պետքա դուրս գա, բոլոր ձերբակալվածները կանոնը պետքա դուրս գան, որովհետև այդ ապացույցները իբր ապացույցները բոլորը ձեռք են բերված ապօրինի։ Ու դրա մասին իրենք խոստովանում են, որ հենց մայիս ամսից սկսել են բոլորին լսել, բոլորին հետևել, բոլորին ձայնագրել։ Իսկ վերջում ավելացում է, որ այո, պետքա, բայց ամեն դեպքում պետքա Կճիչ Ներսիսյանը հեռանա դրա համար իր կարծիքով լեգիտիմ պատճառներ կան, կանոնադրական, հոգևոր, քաղաքական, իրավական, բարոյական մի խոսքով։ Դա արդեն քո գործը չի։ Կհեռանա թե չի հեռանա, ինձ դա բացարձակապես հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է որպես Հայաստանի քաղաքացի Հայաստանում սահմանադրական կարգը, այն ինչ որ ձեր փոքրիկ խմբակցությունը, այդ սեկտան, հալասերվածների սեկտան, փաստորեն թքած ունենա Հայաստանի սահմանադրական կարգի վրա։ Սեփականության իրավունք, խոսքի իրավունք, ազատությունները։ Իմ կռիվը դրա համար է, Կճիչ Ներսիսյանը չի բացարձակ։ Ոչ էլ Արշակն է, դեր Արշակն է։ Բայց եթե դուք տենցեք վերաբերվում արդյուն, ես ակամա դառնում իր պաշտպանում։ Սա ինչի մասին է խոսում։
Բոլորովի պատահական չի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը այն ուսուցչուի է մեկ Փնթի Պապոյանի հետ է ընդամենը երկու ոչնչությունների հետ, ոչ քաղաքական, ոչ իմիջային իմաստով, ոչ ման իրանցից չեն ներկայացնում։ Եվ ընդհանրապես ԿՊ-ում իրենց ոչ մեկ ոչինչ բան չի ներկայացնում, բայց այդքան լինելով այդ երկուսն են այսօր իր կողքի։ Ոչ թե նրա համար, որ Փաշինյանն ասել էր կարող եք չգալ, որովհետև նույնիսկ Գորիսի հեծի պետն էր։ Նոր նշանակված Գորիսի հեծի պետն էր եկել, որտեղ գլխակարնակ էր պետք։ Ինչ որ, չգիտեմ, նորածին միջազգայնագետ Թբիլիսիից, այսինքն դնեք մարդը գլխականակը հաշվի լուսիկ ինչքան այդ պայծառատես, այսինքն ինչքան բան կա, որ կարող էին պահել, չէ, գաղտնիության կերպով։ Մենք էլի այս հիմա ցուցակել ունենք ովքեր են մասնակցել, մենք դա մասին խոսանք անշուշտ։ Իրանք չեն ուզենա, չէ, բոլորը միանգամից վառվեին, դուրս գային, բայց որ ռեսուրս չունեն, ինչ անեն։ Ռեսուրս չունեն բառացի։ Որպեսզի ամբողջական պատկերացում ունենանք Նիկոլ Փաշինյանի իրական ռեսուրսի մասին, եւ քանակական, եւ որակական, եւ մտավոր, եւ քաղաքական, ասում եմ, այս կարճ տեսանյութների հետ։ Սա Դիլիջանի քաղաքապետն է, այն ինքը իր կենսագրության մեջ, որ գտել էր Արու սերը։ Լսոք, սա Դիլիջանի քաղաքապետն է։ Եկել է Օհանաբանկ գլխականակապետ։ Ասում եմ ինձ այդ տոնով չխոսում։ Հիմա որ ես պատարակ մատուցեմ կմասնակցեմ։ Հանգստացի գնում եմ պատարակ մատուցես։ Բա հիմա ինչպես կարող է Ստեփան Ասատրյանը պատարակ մատուցել։ Պետրիջ Ներսիսյանը կետականուն ազգանունով խոսակ։ Կարգալուց արած հոգևորականի անունը Ստեփան Ասատրյանը։ Կարգալուց արածը չի կարող հոգևորականին կարգալուց ան։ Բայց դուք ինձ խնդրում Այսպես է պետք աշխատել, լրագրողներ կեցեք, քրքրեք սրանց։ Սրանք ինչքան խոսացնեք, սրանք գանձ են, այնքան ասելիք ունեն։ Ու մեզ դա շատ հետաքրքիր է։ եմ ինձ մի կպեք, դուք խոչընդոտում եք իմ մասնագիտական աշխատանքին։ Հալա խեք ոգևորվել, ինչ եք ոգևորվել, հանգստացեք, հանգիստ։ Ծանոթացեք Նիկոլի ռեսուրսի հետ։ Գլխականակետ ծանոթացեք։ Մնացածը ոստիկաններ են համազգեստով։ Մի ոգևորվեք։ Ես կարամ աշխարհի ծայրից կամ ձեզ համար էդի ինչ տարբերություն, որտեղ ես չեմ եկել ձեզ բացատրություն տամ որդուցեմ եկել։ Դիլիջանի քաղաքապետի դիճակն է։ Ձեր համայնքի բնակիչներից որը Լավ, Չի մենք ժողովուրդ չենք։ դուք մարզպետն եք, պարզա որ քաղաքապետին բերել եք, իսկ քաղաքապետը մարդ բերել է։ Քաղաքապետը իր մտածելակերպ ունի, քաղաքապետը եկել։ Մարսպետն էլ հատել։ Մարսպետ իր հերթին է բերել, քաղաքապետը իր հերթին է բերել։ Իսկ եթե պատկերացնեք, որ սա լիներ մի երկու տեղ, հանկարծ, ես ասում եմ, լես որակին լսեք։ Չեմ բերեմ։ Ձեր հայացքը Ժողովուրդ ջան, ձեր այդ տրամադրվածությունը իմ համայնքի իմ որոշումը, իմ ձևաչափը շատ նորմալ է։ Դուք ձեր ձևաչափերին մտածեք։ Ձեր ձևաչափին բանա։ Դուք գոնե սովորեցիք ձեր ինստակենստագրականի մեջ։ Ես այնքան սովորել եմ, որ ձեզ հիմա բան եմ բացատրում։ Արհեստական բանակարգան երաշխված։ Արհեստականը դուք եք ոտի։ Արհեստական բանակարգան։ Դուք ձեր ձեռքերը, երբ որ ինձ հետ խոսում եք, երբ որ ինձ հետ Այնտեղ արհեստական բանականության հետ կապված հարց տվեցին, ասում արհեստականը քո բանականությունն է։ Այսինքն սա ստագիտության մասշտաբը նայեք, որ նույնիսկ չգիտեն ինչ է նշանակում արհեստական բանականություն։ Սրանց թվում է իրենց վիրավորում են։ Իրոք այս պատասխանը այդ իրանց հենց իրանց է վիրավորում, չգիտեն ինչ է նշանակում արհեստական բանականություն։ Դեմքեր նայեք, սրանք Նիկոլ Փաշինյանի ռեսուրսն է։ Ինչ եք կարծում, քանի հոգու վրա սա կարող է ազդեցություն ունենա։ Անենց եմ սպասում երկուշաբթի օրը սկսվի եւ տեսնեմ սրա պրոպագանդոնները ոնց են խոսում։ Պատկերացնում եք ինչքան նյութ է լինելու վաղվա համար։ խոսում եք, ձեր ձեռքերը։ Ինչ Ձեզ որևէ վիրավորական բան չա։ ես վիրավորեցի։ Ասում եք արհեստականը դուք եք։ Այո։ Դա հիմա որ դες ասում եք արհեստական։ Այսինքն ինքը սկզբից ասեց արհեստական, ես ասում եմ արհեստական։ Եղբայր Ասում արհեստական բանականության մասին ասած արհեստականը դուք։ Դες հաղթիկն է արչի մի ոգևորվեք էլի։ Ես այնքան բան սովորել, որ ձեզ նման Նշեմ, որ Բա Ձեր ինստակենստագրականից երևում է դուք ինչ որքան է կրթություն ստացել։ Ես այնքան կրթություն եմ ստացել, Բա որ
երկար ժամանակ փորձես ապրես չես կարա ինչ շապ կրթություն Կենսագրականի մեջ։ արու եմ գրա իմ կենսագրական ձեր նմաններն են էլի փորձես արել Ոչ մի հարց մի Ձեր գրածն են կեղծել։ նվեր լրագրողներ ջան կեցեք սա նվեր են գնացեք լուրջ դեմքով հարցեր տվեք արհեստական բանականության մասին ոնց է տնտեսությունը զարգանում իրանց կենսագրության մասին կրթության մասին ես բոլոր ես ներխանացնում եմ այո եւ մեզ սադրել է ոչ թե հասադրել ես կոնկրետ քեզի նկատի չունեմ դեռ մարդիկ կան իրաց դեպատակում սանց բոլորի դեմքերը են Խոսքով սա է բայց սա ամենավատը չի Sense բաներ կա լսենք Որտեղ եք աշխատում։ Հենց իմ գործն է, լրագրող եմ հասնում եմ որպես զոհված։ Ես էլ իրավունք ունեմ իմանալ։ Տեսեք, ես էլ քաղաքացի եմ, իրավունք ունեմ չպատասխանել ձեր ցանկացած հարցերին։ Դուք պետական աշխատող եք պետական աշխատող Որ եք։ կառույցից եք դուք Նիկոլ Փաշինյանի հորդորով եք Հետաքրքիր է, եկել։ քանի որ Ոչ, նշում ես եմ ամեն տեղեկացել որ կիրակի այստեղ լինելու։ Ամբողջ համացանցով։ Այսինքն Տեր Արամի Նայեք։ գրառը, նախկին Տեր Արամի գրառումից Ինչու նախքին։ Այն մարդի կողմից ով օծել էին այն մարդը օծել է Շատ լավ գիտեմ։ Հրաշալի գիտեմ։ Ինչի՞ս է պետք։ Գիտեք ով է ԿՊ-ական Երևանու ավականու անդամ Սա բացի դա սա նաև աղանդավոր է սա գտնեմ սա որ աղանդից է Դիգինը ուրեմն Աստծու ժողովուրդ աղանդի անդամ է դա ավետարանական կազմակերպությունը Էրեբունիում հասցեն Աթոյան 175 Խնդրեմ մեր այսօրվա համացանցի դարում հակուն մնա պրակտիկապես հնարավոր չի մի քանի կոճակ եւ մարդիկ միանգամից ճանաչում են Երևանը փոքր տեղ է հնարավոր չի թաքնված մնալ աղանդավորականը նաև ԿՊ-ականը եկել է եկեղեցու դեմ պատերազմի ու ասում է ով ասես որ Արամը այդ քահանա չի նա քահանա է բայց պետք է ասել աղանդավորը ուրիշ ոչինչ բան շատ հետաքրքիր բացահայտումներ անում տիկինը շատ Նիկոլ Փաշինյանը Արցախ է հանձնել 5000-ից Դուք այնտեղ եք եղել, փաստ։ Հասկացաք ասում Նիկոլ Փաշինյանը Արցախ է հանձնել ասում դուք այդտեղ եք եղել փաստեր ունեք Չէ մենք այնտեղ չենք եղել Ինչ փաստ Ո՞վ է վարչապետը Ո՞վ է ստորագրում Ո՞վ է խոսում դրա մասին չէ մենք այդտեղ չենք եղել մենք փաստեր չունենք տիկին Տիպիկ զտարյուն ԿՊ-ական է Նաև աղանդավորական Լրիվ տեսեք Ձեր ունեք։ Նայեք, սիրելի լրագրող։ Եթե մերերիներ ոչ մեկ չէր կարող հանձնել։ Լսեցիք եթե Արցախը մերեդիներ ոչ մեկ չէր կարող հանձնել Բոլորը Իմ եղբայրը ասում է զոհվել, դուք ասում եք իմ քրոջ որդին էլ Արցախում է զոհվել ցավոք սրտի։ Մենք Ասում եմ եղբայրը Արցախում է զոհվել ասում եմ մերի չի եղել ոչ չի ասում իմ քրոջ որդին էլ է Արցախում զոհվել այո տես բան կա իր քրոջ որդին էլ է Արցախում զոհվել սա հերթական գեղամն է Հաց ունենա Արցախում է զոհվել այսօր ինքը ավականու անդամ է ու Նիկոլի համար եկել է Պատկերացնում եք ինչքան գեղամներ կան Հիմա տեսնես սա քույրը սա նայելով ինչ ասում երկու պատերազմների ձեր ինչ գործն է։ Իմ գործն է, լրագրող եմ հասնում եմ որպես զոհված։ Ես էլ իրավունք ունեմ Սրանց թվում է որ ինքը չասաց ինքը որտեղից է մենք չենք իմանալու ինքը որտեղից է Այս դարում չենք իմանալու ինքը որտեղից է տեսեք, ես էլ քաղաքացի եմ, իրավունք ունեմ չպատասխանել ձեր ցանկացած հարցերին։ Նայեք, պետական աշխատող Որ եք կառույցից եք դուք ձեր ինչ գործն է։ Ոչ, ես իմ տեսեք, ժողովուրդ, ամբողջ համացանցով։ Եվ նայեք, Նախկին Տեր Արամի գրառումից ինչու նախքին։ Ում կողմից։ Այն մարդի կողմից ով օծել էին այն մարդը ով օծել է Նույն հարցերը լրագրողներ ջան կեցեք Այսպես պետքա հեվան շնչակտուր լինեն ձեզ տեսնելուց պետքա փախնեն փողոց անցնեն վախենան շենքերից դուրս գան վախենան փողոց դուրս գան Հիշում եք այն խաթաբալադայի մեջը որ հերոսը ասում է համազանց ասում է վախենում եմ փողոց դուրս գամ
վախենամ փողոց դուրս գա, որ են պատտվող այդ բաներից հավերից չտեսնեմ, գրիլ են ասում։ Այսինքն պետքա վախենան փողոց դուրս գան, որ հանկարծ ձեզ չտեսնեն միկրոֆոններով, որտեղ տեսնելուց հետո պետք է անգնեն այս ցայտնոտների մեջ։ Սա է կոչվում լրագրություն։ Չորրորդ իշխանությունը սա է։ Լսեք, հանգիստ, հերթով։ Այո։ Այն մարդու մասին խոսենք։ Ինքը օրենքի մեջ է վեհափառ կոչվում։ Երբևէ նայեք, երբևէ այդ բառը վերլուծել եք վեհափառ։ Փառքերից վերև։ Շատ լավ գիտեմ։ Հրաշալի գիտեմ, ինչի՞ս է պետք։ Կանոնակարգով խախտված է օրենքները։ Շուտով կիմանաք։ Շուտով ամբողջ համացանցով։ Ես լսելով գիտեմ, բայց դուք փաստերով կիմանաք շատ շուտով։ Փաստացի մեզ պարզում են, որ շուտով այնպիսի բաներ են դեռ լսելու, չեն լսում ինչ ասում Ռուբինյանն էլի, չեն ուզում ընդունել, որ սա վերինաստիճանի սրիկայություն եւ ստորություն է, այս բանաները շարունակելու են, ու Ռուբինյանը դառնալու է մեղավոր, կամ ներողություն կխնդրի, կամ գնացը կջնջի, բայց մենք սա տեսանք, չէ։ Այդ փաստերը դուք եք ներկայացնելու։ Ոչ, ներկայացնողը կներկայացնի, ես շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ լուսաբանում եք այսպիսի արտառոց հրաշալի դեպք։ Ես ողջունում եմ, որովհետև կարգալույց քահանան է մատուցելու պատասխանը։ մեր համար, ժողովրդի համար նա կարգալույց չի։ Նա Չէ, մեր համար ժողովրդի համար չի ասա, մեր համար քպեական աղանդավորներից համար ինչ տարբերություն ինքը կարգալույցա թե չէ։ Ինքը Ալիևի համար պետք է աղոթի, Փաշինյան Նիկոլին համարի Սուրբ Հոգի, Սուրբ Հոգուն հավասար։ Հա՞։ Մենք դրա համար ենք ստեղ։ Դու ի՞նչ կապ ունեք ժողովրդի հետ։ Հələ նա ժողովուրդ ցույց տուտեղ։ Մի հատ կամ դուք եք զտալյուն քպայականներով, մարզպետ, քաղաքապետ, անգրագետներ, հետսիպետ, ավականի մեծ ժողովուրդ ցույց տեք, կամ միից կամ բազմասեր, բազմակի փոփոխություններ անցած։ Միլիսեկա։ Ոնց համար միևնույնն է։ Միևնույնն օրակերը ով տվեց դրանց ծառայելու են։ Ո՞ւր է ժողովուրդ։ Ով ասես որ դուք ժողովուրդն եք։ Դիգի։ մեկն է, ով որ համարձակություն կարող եք ինձ առաջ մի եկեք։ Միջուստով հաղթա ձեր հետ այստեղ եկած քաղաքացիները ներողություն հայտարարում են, որ վաղը կտեսնեք դուք ևս ունեք այդ տեղեկությունը, որ վաղը գնալու եք Մայրաթորը ազատելու։ Ես անձամբ ոչ մեկը Մայրաթոր չի գնալու հատուկ ֆիզիկապես արձակելու։ Մայրաթորը ինքը կմաքրվի, ինքնամաքրման process է սկսում։ Այստեղ ժամանած քաղաքացիներից Ես չգիտեմ քաղաքացիներից ով է այստեղ ժամանել, ես եկել եմ մեծ սրտով, մեծ ուրախությամբ ողջունելու Տեր Արամի եւ իր անցկացրած պատարագը։ Վերջապես ես ներկա եմ լինելու պատարագի, որը որ հոգով, սրտով հավատացյալ, Աստվածավախ եւ Աստվածասեր Հոգով սրտով, որտեղ Նիկոլ Փաշինյանին կասեն դու սուրբ ես, ով քո դեմ է խոսում, ոնց որ սուրբ հոգու դեմ խոսա։ Նույնիսկ եթե Ալիևը գալ ինքը պետք է ստեղ լիներ, ներկա լիներ։ Ինքը հազիվ եկել է։ Լսեք, ի՞նչն է խանգարում օրինակ ձեզ գրանցել կրոնական կազմակերպություն, հռչակել Սուրբ Նիկոլին, ոչ մի բան չի խանգարում։ Բայց դու ոնց կարող եք դա անել եկեղեցու հաշվի։ Ես երեք ասեցի, այսօր երևի դուք հասկացաք, որ դուք չեք կարող անել, չէ՞։ Ես դեռ եմ ասում, այս կարճատեսությունը ձեզ բերելու է անդունդ։ Ես ուրախ եմ սրա համար ու ոչ մի վատ բան չեմ տեսնում այն ինչ որ այսօր կատարվեց։ Իրանք կարողացան բացահայտ խախտել օրենքը, ցույց տալ իրանք իրական ռեսուրսները, որը շատ կարևոր է, որովհետև մարդկանց թվում է թե ինջալոց իրանք ռեսուրսների մեջ նաև սա է մտնում։ Սա թքած ունեմ ասում եմ որտեղ եմ ինչ եմ անում։ Նիկոլ Փաշինյանի արձակիչն եմ ու վերջ։ Հա։ Վերջ։ Ինքը Նիկոլի Համարյակ է։ Այս բազմասերը։ Նու տիպիկ քպեական է։ Սա է իրանց ռեսուրսը։ Ու այս ռեսուրսով փաստորեն մի ամբողջ երկիր են կառավարում։ Նայենք տեսնենք այսօր ովքեր են եղել, խնդրեմ։ Ճանաչեցիք սա ով է։ Ճանաչեցիք նա ով է։
Արցունը, ուրախ, զվարթ, իր կոֆեն խմելով, արցուն, հաղթում ենք, հիմա նա ստեղ էլ է հաղթում, ստեղ էլ է ինքը հաղթում, մեկը կա, որ կասկածում է, որ արցունը ամեն ինչի մասին տեղեկ էր, արցուն էս ամբողջ դավաճանության, դավադրության կարևորագույն մասն էր, ժողովրդին մոլորեցնելու, խաբելու, դեզինֆորմացիա տալու, երեխեքին տանել, սպանելու, դիմաց հայացելու, որ հաղթում ենք, ամեն ինչ նորմալ է, մեր տղեկը, մեր առյուծները հրաշքներ են գործում, մեր առյուծները հրաշքներ գործում էին, բայց նրանց մեծ մասին ուղղակի անզենք, անպաշտպան թողել էին կրակի տակ։ Ղալումյանը, մարզպետը սան արդեն տեսանք, Տավուշի, Դիլիջանի քաղաքապետը, մեկը որ հայմերներ չգիտի։ Երբեմն։ Սա ճենջոտ էմանա Գյումրի, այն որ ասում են, Գյումրի ճենջոտ էմանա։ Ինչ եք հարցնում, դուք գոհ եք ձեր տված հարցից։ Մի խոսքով, հուսով եմ այս երաժշտության պատճառով Facebook-ը կամ YouTube-ը չի արգել ապակի, որովհետև ես բոլորից խնդրում եմ ելի ժողովուրդ ջան, որ վիզիոները կամ այդ բաները երաժշտությունը մի դրեք տակը։ Նախ էսթետիկան դրա ես չեմ հասկանում, երկրորդն էլ որ ուզում ենք ցույց տալ ձեր գործերը, ձեր տարածել, YouTube-ը արգելանքներ ա դնում շատ ժամանակ։ Ամեն դեպքում սա է Նիկոլ Փաշինյանի իրական ռեսուրսը։ Ես այսքանը չէի կարող պատկերացնել մինչև 3։ Մենք գիտեինք, որ նա աջակցություն չունի, մենք տեսնում ենք, չէ, ովքեր են իր շուրջը, ովքեր են իր համար բարեխոսում, հասկանում ենք, չէ, որ նրանք քաղաքական իմաստով, արժեքային իմաստով ոչինչ բան իրանցից չեն ներկայացնում, բայց այսօր առավել ցցում արծրունը, այս բազմասերը, այդ իր քաղաքապետ, մարզպետ, երևում է, որ ոչ մեկ չկա։ Այսինքն որակական, ով չգիտի արծրունը ով է։ Ով է արծրունին տեսնելուց ուրախանում, ասում է, փառք Աստծո, դե լավ է որ արծրունը վարչապետիս կողքն է, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու։ Ով է տես բան ասում, հա։ Հասկանում եք մի բան, որ այն ինչ որ կատարվեց մեզ հետ, պատահական չէր։ Կամ այս դեմքերը տեսնելուց ով է ասում, որ ով այս դեմքերը տեսնելուց ոգևորվում, ասում, այ ինչ լավ է, տեսեք վարչապետից ինչ բան աջակցություն ունի, ինչ լավ է։ Քանի հոգի է այս բաների մասին մտածում, կամ սա, որ ինքը որոշել է, որ ինքը միանշանակ խարիզմատիկ է, զտարյուն քպայական, նայեք։ Հիմա այստեղ է չես։ Մասնակցում եք արկալ Դա արդեն ձեր մոտեցումն է, ով է կարգ։ Դե իմ մոտեցումը չէ, դա հայտարարություն է եղել, որ Դերարան այժմ Ավազանի անունով է հանդես գալու, Ստեփան Հասարակյան կարգալուց է արվել։ Ինչպես եք մասնակցում նրա մատուցած։ Ես չեմ կարծում, որ ձեր ասած անձնավորությունը Տաթիշներսյանը այդ իրավասությունը ունի կարգալույս անելու։ Սա Գյումրու քպայական պատգամավորն է, Սարուխանյան։ Որովհետև այդ անձնավորությունը իր վարքով եւ այն վարքերով, որ այս ընթացքում դնում են եկեղեցում, բացել է եկեղեցին։ Ինչ վարքեր են դնում, ես չգիտեմ։ Ասեք, լուսավորեք մեր շատերի մասին կիմանաք, դե այն, որ զբաղվել են քաղաքականությամբ։ Լսեցիք, զբաղվել են քաղաքականությամբ, զտարյուն քպայական է։
ես պատկերացնում ինչքան մարդու սիրտ է փառաբանվում, որ նայում է, որ իր падգամավորն ինքն է, իր ճակատագիրը ինքն է որոշում։ Իրավասություն է ունեն, իրենք իրենց իրավասություններից դուրս են եկել։ Իրենք թող զբաղվեին իրենց հավատացյալ հոտով, իրենք թող զբաղվեին Դա քաղաքականությունով զբաղվել։ Հասկանում եք ինչ մեծ մեղք է եղել, հա։ Դե, որ ինքը խարիզմատիկ ով է դրա վրա կասկածում։ Մենք շատ խարիզմատիկ կերպարներ կնշեք։ Այո, շատերի Մեկին չեմ ուզում որևէ դու խարիզմատիկ կերպար եք։ ես ինքս միանշանակ ես եմ խարիզմատիկ Ես ուրախ եմ ձեր ինքնավստահության համար։ Ես վստահ եմ, որ այս հաղորդումից հետո մեր ժողովուրդը ավելի ինքնավստահ է, որ երկիրը գտնվում է ապահով ձեռքերում։ Մտավոր, բարոյական ունակություններով հարուստ, իրավական առումով գրագետ մարդկանց ձեռքերում է։ Հանգիստ կարելի է առանց աչք թարթելու ապրել։ Սա նայեք մենակ, հատել։ Սա Գևորգ Պապոյանն է։ Ինքը շատ ուժեղ հավատացել է, բայց խաչակնքվել չեն սովորացել իրեն, չգիտի այդ մարդը։ Բայց նենց հավատացյալը դուք չեք պատկերացնի։ Կյանքում երազում էր, ամբողջ կյանքը երազել է գա եկեղեցի, մի հատ sense Աստծո հետ հաղորդակցվի, ուղղակի մոռացել է խաչակնքվել է սովորել։ Դե ինչ արած։ Բարձվում է Ստեփան Հուդայի Կադիրովի եղբայրը Սակավագա եւ Պաստորեն ասում է եղբայր անունը Անուշավան է։ Անուշավան Սակավագ Ասատրյան։ Ծառայում է Մայր աթոռում հոգևորականների զրույցներում անդրադառնալով եղբոր քայլերին, անընդունելի է համարել դրանք։ Վերջ։ Անուշավան Սակավագի եղբայր Ստեփան Ասատրյանը կարգավորիչ ծերերի վերջերս արտադրել։ Սարոյան եղբայրներ ենք դիտելու շուտով։ Եվ քանի որ սփյուռքները հասկանում, որ հաջորդ հատվածը իր վրա է, եւ ինքը բավականին գործելու համար եւ հիմքեր ունի, եւ առիթներ ունի։ Իսկ Փաշինյանին մեղադրում են ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջ։ Եվ այսպես, ինչ են ասում կազմակերպությունները սփյուռքի։ Քիչ-քիչ որոշում են, որ երևի ժամանակն է, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկսեն լեգալ պրոցեսներ, դատական պրոցեսներ Հայաստանի կառավարության անդամների նկատմամբ, վարչապետի նկատմամբ, այսինքն օգտագործեն բոլոր ռեսուրսները, ինչ որ կա։ Իրանք պետք է հասկանան, որ հաջորդ իրախը իրանք են։ Թուրքերը դրա մասին ասել են, հարգելի սփյուռքի ներկայացուցիչներ։ Ձեր մեծ մի մասը այդ ներկայացուցիչների ունի իր գրասենյակները Հայաստանում։ Ունեք, չէ՞։ Դա կարող է հարցակումը լինի հենց ձեր գրասենյակների միջոցով։ Տարբեր ձև, ես չգիտեմ սրանք ինչեր կարող են մոգոնել, սրանցից ամեն ինչ սպասելի է, որովհետև այն ինչ որ կատարվեց հոկտեմբերի 26-ին, դրանից հետո զարմանալ ինչ որ մի բանի վրա կարծում եմ խելամիտ չի լինելու։ Ամեն ինչ կարելի է սպասել սրանցից։ Որպեսզի դուք չուշանաք, դուք պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեք, այսինքն միջև իր հալվածելը, այո, դուք հենց սա պետք է նախաձեռնեք։ Դուք, որովհետև դուք ունեք բոլոր բաները, ինչպես ասում, խաղաքարտները ձեր ձեռնը, եւ ցեղասպանության ուրացում, եւ սահմանադրության խախտում, ինչ որ այս այսօր, հա, եւ մարդկանց կրոնի դավանանքի խղճի ազատությունների դեմ արշավ, դուք ունեք այս բանը, մարդու կազմակերպության սեփականության իրավունքի դեմ հանցագործություն, այդպես բան արել են բոլշևիկները։ Բոլշևիկներից հետո այդպես բան չի եղել։ Այսինքն բոլոր խաղաքարտերը այսօր գտնվում է սփյուռքի կառույցների ձեռքում։ Եթե դուք չակտիվանաք եւ սան չկասեցնեք, հաջորդ հատվածի տակ ընկնելու եք դուք։ Այսինքն մենք կորցնելու ենք ամեն ինչ։ Երևի մեկը մտածում է, դե լավ, ես նստած եմ Ամերիկայում, հալավ ասենք կազմակերպությունը փակվեց, դե ինձ բան չի լինելու, չէ, ժողովուրդ։ Այդպես չի։ Ոչ չի լինելու, մենք երկիր ենք կորցնում։ Մենք կարող ենք այդ երկիրը փրկել ու Հայաստանցու ձեռքը այսօր միջև առնվազն գոնե ինստիտուտ բանը ընտրություններ ոչի մեն չկա, որովհետև ամբողջ կառույցները իրավական, քաղաքական, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլն գտնվում են դրսում։
Իրանց հետ հարաբերելու հնարավորությունը շատ ավելի շատ ունի դրսում ապրող մեր հայրենակիցները, քան Երևանում, Հայաստանում ապրողները։ Սա չի նշանակում, որ կուսակցությունները պետք է չանեն այն ինչ որ ես սկզբից ասեցի, հա։ Մեր կուսակցությունների ինչքան որ կա, իրական գործունեությունը ստեղ պետք է երևա, որովհետև ինչ է նշանակում կուսակցական գործունեություն։ Սա գրասենյակում նստել հեռախոսներին պատասխանելը չի, կամ երբեմն ինչ որ հայտարարված մարդկանց հետ հանդիպելը։ Փաշինյան Նիկոլը նվեր է ցանկացած իմ ընդդիմության համար։ Սա սկուտերի վրա նվեր։ Իրան կարելի է ուղղակի փոշիացնել այն աստիճան, որ ոչ մի դեսպան չուզենա սրանց ճանաչի որպես իշխանություն։ Որ բոլոր դեսպանները ստիպված զեկուսեն իրենց կենտրոններին, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն։ Հայաստանը վերածվել է ոչ թե բռնատիրության, Հայաստանը վերածվել է ջունգլիների։ Այսինքն Հայաստանում իրականացվում է հիմա այն, ինչ որ իրականացվում էր Կալիգուլայի ժամանակ, ասենց ասեմ։ Այսինքն Հայաստանի վարչապետը թույլ է տալիս այն, ինչ որ Կալիգուլան էր իրեն թույլ տալիս։ Ինչ ասեն, սրանց էլ կողմ ինչ պետք է լինի։ Նույնիսկ Պուտինը այսքան առաջ չի գնացել։ Նույնիսկ Պուտինը սես լկտիություններին չի գնացել։ Ես ուրիշ ինչ ասեմ, Պուտինը որ իմ համար ռազմական հանցագործ է, հանցագործների հանցագործ։ Նույնիսկ արդեն Պուտինը այս ֆոնի վրա խամրում է։ Սրա։ Հիմա հայաստանյան կուսակցություններն ու կազմակերպությունները ինչ կանեն թողանեն, բայց Սփյուռքը պետք է շատ լավ իմանա։ Ինքը ունի անելիք, ինքը գործ ունի անել։ Եվ մենք ստեղ չենք կարող բավարարվել ուղղակի բողոքելով կամ մտահոգվելով։ Որտեղ այն որ մենք կարող ենք ստեղ անել, Հայաստանի բնակիչը չի կարող, այդ հնարավորությունը չունի։ Իսկ վերջում ես ուզում եմ այս նկարի նորից մենք իրար հետ նայենք։ Ինչը այս նկարի վրա։ Հրաշք տեղ տեսեք ձորը, եկեղեցին, դիրքը ֆանտաստիկ չէ։ Հələ լեռները նայեք, բնությունը, ծառերը, թփուտները։ Ու մարդիկ ինչ որ, մանր։ Լես ֆոնի վրա այդ մարդկանց նայեք։ Բեհանձն կանգնած եկեղեցին, եկեղեցական համալիր, ձորը, բնությունը, այդ ծառերը, ինչ է տեսած կլեն դրանք։ Ու դեռ մանր լցածը կողքերը։ Գիտեք ինչ են կողքերը լցրած։ Դա ոչ մեկին հետաքրքիր չի մեջ ինչա կատարում։ Նրանց գլխականակ որպես քշել են ընդ հոտի նման։ Ասեն են արի գլխականակ ապահովի 1000 կամ 1200 հոգի։ Որը բնականաբար ամեն կիրակի չեն կարողանալու անել։ Իսկ ամեն կիրակի վրանն ավելի հետաքրքիր գույրուզներ կլինի։ Դա էլ նվեր է։ Ասելիքս ինչն է։ Այս եկեղեցին սենց մնալու է։ Այս կողքին մանրմունը սև կետերը որ երևում է, որ իրենք իրենց դնում են մարդու տեղ։ Դրանք վերանալու է։ Իսկ հələ մի հատ հարաբերությունը նայեք։ Ու նայեք ինչքան է հնարավոր, որ այն մանրմունը սև կետերը կարողանա ազդել այդ եկեղեցու վրա։ Այդ լեռները գիտեք ինչքան ատենստեն են տեսել։ Տարբեր ազգերի, տարբեր լեզուներով խոսացող։ Ուղղակի ամեն ինչը տեսնելու համար մի հատ պետք է այս նկարին հեռվից նայել։ Եվ այդպես կյանքի մի քիչ խոշոր պլանով նայել։ Երբ որ Փաշինյան Նիկոլը իր գրասենյակի պատուհանից է նայում, կամ մեքենայի հատուկ էս թափում, որ չիմանան որտեղ է, որտեղ ինքն է ցամանգալը, որ չիմանան ինքը որտեղ է։ Ինքը այդքանն է տենում։ Եվ բնականաբար իր ամբողջ շրջապատում չի լինելու մեկը, որ ասի, լսի, այն ինչ որ դու տենում ես, դրանից վերև, հա, ստի բարձությունից կամ դրոնի բարձությունից, գիտես, այլ տեսարան է։ Դու գիտես, որ դու չես երևում ընդերից։ Դու գիտես, բարձրացանք վերևով դրոնով նկարեցինք, հասկացանք, որ մենք մենակ ենք։ Այ հիմա սա եք, դուք այս ամբողջ Հայաստանում Նիկոլը ռեսուրսը սա է, վերջ, սրանց եկոն բան չկա։ Իրանք կարող են մի հատ պատարակ բան հարամել։ Հա, դա կարող են։ Վերջ։ Այդ ամբողջ ռեսուրսը դրա համար է իր երիքում։ Այն էլ ինչի հարամել, որովհետև ոչ մեկ գլուխ չի դնում իր հետ։ Հենց մենակ դրա համար։ Սա արդեն ամեն ինչ ասված է։ Այսօրվա այս միջոցառում ինքը որ կազմակերպվել էր, դա սեփական անկարողության, տկարության, սնանկության, դատարկության ապացույցներ։ Եվ այն հանգամանքը, որ ինքը երկու փնթի հիների հետ էր ընդամենը ԿՊ-ից մնացել,
եկեղեցի։ Դուք վստահ եղեք, ամբողջ իրանց քփն պետք է ստեղ լիներ, բա վարչապետն է գնում, սենց բան չէր եղել, գնում ենք եկեղեցին գրավենք, գնում ենք ազատագրենք եկեղեցին։ Ու հենց այսօր լսում ենք, որ Ռուբեն Ռուբինյանը ասում է, ստորությունն զզվելի է, բացառվում է այդպես բաներ, փաստեր օգտագործվի եւ դան շահարկել է, սա ինչ զզվելի բան է։ Հենց այդ նույն ժամանակ հայտարարում է, որ Փաշինյան Նիկոլը սլիկա է ուղղակի։ Մենք դա շատ բան ենք տեսնելու։ Ամեն օր, ամեն շաբաթ մենք սյուրպրիզներ ենք տեսնելու։ Իսկ միջև ընտրությունները դեռ միջև պետք է փոխվի։ Պատրաստ եղեք։ Բոլոր տեսակի անակնկալներին։ Ու հիշեք, հաղթում անա, որ վստահ է իր հաղթանակի վրա։ Մեր պարագայում դա է լինելու։ Այսինքն առնվազն ինքը վստահ է, որ իրեն չեն կարող հաղթել։ Քանի մարդը չի հանձնվում, իրեն հնարավոր չի հաղթել։ Շատ բան է դա լինելու այս ընթացքում։ Ոքի մենք սս պայմանավորվում ենք ու հայտարարում ենք։ Մենք հանձնվող չենք։ Նախ որ ռեալ բան կա մեր աչքի առաջ, շոշափելի, որ տեսնում ենք իրանք ինչի են ընդունակ միջև ուր կարող են գնալ, ստորության իմաստով չէ, ստորության իմաստով շատ երբեք կարող են գնալ, արսետի չի։ Բայց իրանք իրական ռեսուրսները թե սա է։ Իրանք մաքսիմում ունեցածը եղածը 30 քննիչ տրամադրեն, ասենք մի հատ Վարդանիկի գործը քննելու, հա, ասենք մի 400 ոստիկաններ, չգիտեմ, օպերատիվնիկ տրամադրեն, ասենք որ ասենք Վարդանիկի մեկ էլ իր թիմի աշխատանքը 24 ժամ տանը աշխատանքի դեր մոնիտոր անելու վերահսկելու հասկանում եք սրանց ռեսուրսները անսպարտ չի։ Անսպարտ չեմ ասում, որ ձայնագրողների եւ անողների մեծ մասը սիրով դա չէր անի, կամ էլ կվաճառեր, կամ էլ մենք մի օր կտեսնենք, թե ասես պատահական սլիվներ ինտերնետում, թե իրանց վրա ինչ էր նկարած։ Այդ այսօր Հոկտեմբերի 27-ին սրանք ինչ են պատրաստել, մենք դեռ չգիտենք հիմա առավոտը արդեն Երևանում։ Դա կերևա երևի արդեն 4-5 ժամի մեջ։ Եթե ինչ-որ մի բան պայմանավորվել է, մի բան պլանավորել են։ Ենթադրում եմ, որ մի կեղտոտ բան պետքա պլանավորած լինի, սրանք չեն թողի հենց անցնի։ Հա, կասեն դու այսօրը գնաց, եկել ես, այսօրը պետքա գնաս։ Կամ այդպես մի բան կարող է մոգոնել։ Ես սրանցից ամեն ինչ սպասում եմ, բայց իրանք էլ պետքա իմանան մեր կողմից մենք իրանց ինչ ենք ասում։ Մենք իրանց մեր կողմից ասում ենք. դուք ոչնչանալու եք։ Դուք պարտված եք։ 0 շանս ունեք։ Իսկ այսօրվա 26-ի հավաքը դա բերեց ապացույց։ Դա ցույց տվեց այդ ամբողջ ռեսուրսը կարողությունը։ Սրանից հետո բարձրադառնում, որ մեր ուժերը հավասար չեն, մենք շատ ավելի ուժեղ ենք։ Այսօր նորից կան, լավ մնացեք։